կարգի եւ քաղաքատերկերների մասին, օրինակ Բեկամվեց Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը տնային կալանքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ եւ առաջիկայում Սամվել Կարապետյանը ելի կհայտնվի ԱԱԾ քրեակատարողական հիմնարկում, այսինքն այսպիսին է մեր արդարադատության իրավիճակը եւ դուք շատ կարեւոր հանգամանք նշեցիք, որ այլևս առանձնապես չեն էլ այսպես ջանք գործադրում այնպիսի գործեր հորինեն, որ գոնե մի քիչ արդարացված կլինի քրեակատարողական հիմնարկներում հայտնվելը, այդպիսի օրինակ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործն է, երբ իրենց արտահայտությունը, որը որ ըստ էության քրեայրավական հետևանք չպետք է առաջացնել, ոչ միայն առաջացրեց, այլ այս պահին գտնվում են Արմավի քրեակատարողական հիմնարկում, Նարեկ Սամսոնյանն էլ հայտարարել է հացադու։ Այստեղ քրեական պատասխանատվությունից զատ ես կուզենամ նաև խոսենք հանրային պարսավանքի մասին, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ մենք անընդհատ միայն կենտրոնանում ենք դատավորների վրա, կոնկրետ դատավորների վրա, որ գիտենք, որ քաղաքական պատվեր կատարող դատավորներ են, եւ այստեղ դուրս են մնում այն մինչև դատարան հասնելու համար պատասխանատուները, քննիչներ, դատախազներ եւ այլն, արդյոք պետք չէ ուժեղացնել նաև հանրային պարսավանքը այս մարդկանց նկատմամբ, որպեսզի իրենք չդառնան այդ քրեական գործեր հորինողները, իրենց ձեռքով այդ մարդկանց քրեակատարողական հիմնարկներ լցնողները, որովհետև սովորաբար ասում են, որ բանա, դուք այդպես միջամտում եք արդարադատության իրականացմանը եւ այլն, թե հանրային պարսավանքն էլ կարող է ազդեցություն ունենալ, որպեսզի այս հակասահմանադրական իրավիճակը ի վերջո վերջանա։ Ես կարծում եմ, որ հանրային պարսավանքը ուղղակի այն պարտադիր ատրիբուտն է, որը պետք է հետևի այդ մարդկանց իրենց ամբողջ մասնագիտական եւ ոչ մասնագիտական կյանքում, ինչին նրանք ուղղակի արժանացել են եւ ինչը նրանց հասանելիք բարիքն է հանրության կողմից, որը պետք է տրվի։ Դա կազդի թե չէ համակարգային առումով անկեղծ կասեմ, ինձ թվում է չի ազդի։ Գուցե մեկի երկուսի վրա ինչ որ ազդեցություն ունենա, բայց որ համակարգային սկսեն քննիչները օրինակ ապօրինի ազատազրկման հետևից չգնալ նմանատիպ գործերով ապօրինություններ չանել, ես այդ սինհույսերը չունեմ ամեն դեպքում, իսկ հանրային պարսավանքը ցանկացած դեպքում պետք է լինի, որովհետև համ անես այդ ապօրինությունները, համ դրանից հաճույք ստանաս, չի լինի, էլի։ Ուրեմն պետք է հանրությունը ճանաչի իր հերոսներին, պետք է ճանաչի, որ ասենք այս սրբազանի կալանքի հովանավորը, այն սրբազանի կալանքի հովանավորը եւ դրանց ամենաառաջնային, սկզբնական եւ հիմնական գործը կատարողները ճիշտ եք ասում, հենց այդ քննիչներն են, հենց այդ դատախազներն են, ապանոր այդ դատավորներն են։ Մենք ուղղակի դատավորներից լինելու քիչ թե շատ անաչառ։ Իրականում պարզ ասեմ, ցանկացած փաստաբանի հարցրեք, անգամ քրեական չէ, անգամ վարչական գործերով երբ մի խնդիր սկսում է վստահորդի մոտ, 90% դեպքերում, 90 եւ ավել տոկոս դեպքերում այդ փաստաբանի էլ այդ վստահորդի մոտ է հույսը դատարանն է լինում։ Դա նորմալ չի, որ այդպես է, բայց գոնե այդ իմաստով հա դատարանը պետք է այդ սահմանաբաժանը ունենար այդ ապօրինությունների մասով, որը ցավոք սրտի չունի։ Ես միանշանակ համաձայն եմ, հանրային պարսավանքը պետք է հետևի, բայց հույսներս էլ դրա վրա դնել կարծում եմ չի կարելի։ Եվ այդ մարդկանց մասով, ինչն է շատ կարևոր, որ այդ պատժի անխուսափելիությունը նաև առաջի հերթին պետք է թակի իրենց դռները, որովհետև պետք է այդպիսի հեշտ բան չլինի, հա, անձին ակնհայտ գիտեք, սխալներ մասնագիտական կարող են անել, դա էլ պետք է բան անենք, հա, ամեն մի ազատազրկված մարդու մասով չէ, որ պետք է ասենք, պետք է նստեն, բան անեն եւ այլ սխալներ եւ դատական եւ քննչական գործողություններում կարող են լինել, անգամ սխալ ազատազրկումներ կարող են լինել եւ պետությունը դրա մասով արդեն պետք է գույքային պատասխանատվություն կրի, որի մասով իմիջիայլոց շատ թերի են մեր կարգավորումները, շատ մեղմ են մեր կարգավորումները։ Ինչ է նշանակում մարդուն տանես 5-6 տարի օրինակ զրկես իր ընտանիքից, առողջությունից, կենսակերպից, հոգեբանական այդ մեծ ստրեսը պատճառած եւ 2-3 միլիոն դրամով օրինակ կամ ավելի քիչ գումարով ասես փոխհատուցում ենք տալի, դա աբսուրդ է։ Այս մասով մեր պետությունը միանշանակ քաղաքացիական իրավունքների տեսանկյունից չի կատարում են պարտականությունը, որը պետք է կատարի։ Բայց այդ սխալները մի կողմ պետք է հստակ վաղը մյուսօր իրականացված քննություններով հստակեցվեն ում մասով է քրեական հետապնդումը ակնհայտ ապօրինի եւ այդ մասով անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվություն։